շատ մութ է լինում, որ արթնանում եմ հիմա։ Ամռանը չէ, ամռանը պրոբլեմ չկար։ Մինչ 2 օր առաջ նստած ննջում էի, ոչ թե քնում, այլ ննջում էի, դենց ասենք ժամը 3-ից մինչև 6-ը։ Իսկ ամբողջ օրվա ընթացքում ինձ թույլ չէին տալիս, որ ես գոնե մի քանի րոպե հանգստանամ։ Ոստիկանները միշտ խոչընդոտում էին, նույնիսկ ինձ պահանջում էին, խմբով գալիս էին ու պահանջում, որ ես գնամ այգում քնեմ, այգում ապրեմ։ Իսկ ես պատասխանում եմ, որ ես ինչ գործ ունեմ այգու հետ, ես նստածույցը չեմ անում այգու տնօրենի դեմ։ Շատ խոչընդոտել են, այնպիսի բաներ են արել, նույնիսկ ցանկացել են ինձ թունավորել։ Մի խոսքով այս 214 օրում ես տառապել եմ։ Նույնիսկ այնպես է լինում, որ իմ մոտեկողներին KGB են կանչում։ Եվ ժամանակի ընթացքում կամաց իմ ծանոթները, դրսի մարդիկ հեռացան, որովհետև բոլորին արգելում են։ Ես չգիտեմ, ես հանցագործ եմ, ինչ եմ։ Աշխատանքային օրերին եւ շաբաթ օրը առավոտյան ժամը 9-ին լակատով գնում եմ նախագահին դիմավորելու եւ ճանապարհելու իր նստավայր։ Շատերը կարծում են, որ ես բնակարանի համար եմ պայքարում եւ իսկապես էլ կարող են նման տպավորություն ստանալու, բայց ես պայքարում եմ օրինականության համար, որ անօրինություններ են արել եւ իմ ամբողջ գույքը տարել են առանց ինձ տեղեկացնելու, առանց գույքագրման ժամանակ ես կկարողանայի ապացուցել ինչեր եմ ունեցել այդ բնակարանում։ Հենց կեղծիքները գալիս են այդտեղից ոստիկանության որոշ աշխատակիցների անօրինությունների պատճառով։ 1996 թվականից գրանցված ապրում էի քրոջս տանը, Լենա Սահակյանի, որը ինձանից 8 տարի մեծ էր եւ խնամքի կարիք ուներ։ Իմ հարազատներից մեկի հետ, Սուսաննա Մարգարյանի հետ 10 տարի մենք կապ չենք ունեցել, ոչ ես, ոչ քույրս։ Երբ որ նա իմացավ, որ ես գրանցված ապրում եմ, բնակվում եմ այդ բնակարանում, բնակարանն էլ կտակած էր իմ աղջկան, նա ամեն ինչ արեց մեր բնավորությունը իմանալով հանդերձ, որ մեր սիրտը շահի ու սղոսկի դեպի այդ բնակարանը։ Իմ փողոցում հայտնվելուց 3 տարի հետո լրագրողները տեղեկացել էին, որ ես Նժդեի հարազատն եմ։ Լրատվամիջոցներում գրել էին, որ ես չեմ էլ ակնարկել։ Իրանք իմացել են իմ ընկերուհիներից, մտերիմներից։ Խորհուրդ տվեցին, որ ես պաստառ գրեմ, ներկայանամ ով եմ։ Բայց դա նշանակություն չունի։ Ես Հայաստանի քաղաքացի եմ։ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի եւ ընդհանրապես յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի պաշտպանելու իր ոտնահարված իրավունքները։ Երբ որ Վլադիմիր Գասպարյանը իմացավ ով եմ, նույնիսկ նստած տեղից վեր կացավ, ասեց ինչ, մի հատ էլ կրկնի։ Ես կրկնեցի։ Եվ նա 12 հոգու ներկայությամբ կարգադրեց, որ գործը սկսեն 0-ից։ 2 ամիս առաջ նորից նույն տեղում հանդիպեցի կառավարական շենքի մոտ, ասեցի, բայց դուք չէ որ ասեցիք, որ գործը սկսեն 0-ից, ասեց կարծում եք հեշտ է 0-ից սկսել։ Միշտ տալիս են հատկապես ոստիկանության շտաբից պատասխան նույնաբովանդակ։ Երբ որ Արաբկիրի նախկին ոստիկանապետը աշխատում էր, ես հացատուլի 2-3 օրներ կանչեց ինձ իր մոտ, ասեց ինչ է ձեր պահանջը, ասեց իմ պահանջը իմ իրերը ետ ստանալն է, ասեց չկա մոռացիր, ոնց կարող է շրջանի ոստիկանապետը նման պատասխան տա, ինչ է նշանակում չկա մոռացիր, և ինչ են գրում որոշումներում, հանցակազմ չկա, ամբողջ ունեցվածքս
ասեղից բռնած է ամեն ինչ։ Տարել է, ասում են հանցակազմ չկա։ Քննիչի կեղծ որոշումը ես դատի եմ տվել, Արաքելյանի դատարանը թողել է նույնը։ Վերաքննիչը նույնպես թողել է նույնը, իսկ վճռապետ դատարանը ընդհանրապես վարույթի չի ընդունել։ Դիմել եմ գլխավոր դատախազություն մի քանի անգամ, եղել եմ ընդունելության գլխավոր դատախազի մոտ, արդարադատության նախարարի մոտ եւ դիմել եմ եւ ընդունելության եմ եղել։ Մի խոսքով բոլոր ատյաններին դիմել եմ, բայց ոչ մի դրական արդյունքի չեմ հասել։ Սուսաննան միշտ ասում է, որ իմ հովանավորը Սերժ Սարգսյանն է։ Ես միշտ արել եմ, անում եմ ու էլի կանեմ։ Դուխս հերիքում է։ Իմ ընկերուհիներից մեկը իր օգնականին մոտեցել ասել էր, բա ինչ պիտի անեք, ես կնոջ վիճակը, ինչ է, ասել է ինքը տեղյակ է, իսկ ասել է գիտի ով է, ասել է այո գիտի, և խնդրեմ, նամակների բաժնի Այդա Ասատրյանը առաջարկում է ծերանոց գնալ, ես իմ գույքն եմ պահանջում, իրանք ինձ ծերանոց են առաջարկում, այ հիմա ինչ որտեղ մի քիչ հասկանում եմ, որ ըստ երևույթին Սուսաննայի ասածը ճիշտ է, հակառակ դեպքում ես այսքան օր ու գիշեր այնտեղ նստած չէի լինի, նրանք ինձ մի օր չպետք է թողնեին այնտեղ նստած, ինձ երբեմն ասում են ճիշտ տեղում չես նստել, եթե նրա հովանավորը ինքն է, ուրիշ որտեղ նստեմ։ Դեմիրճյան փողոցի ու Պրոշյան փողոցի բնակիչները բոլորը ինձ ճանաչում են ու ամեն անգամ հարցնում են դու դեռ ես վիճակում ես, իսկ այնտեղ է բնակիչները Բաղրամյանի, արդեն 3-4 ամիսը ասում են մեր աչքի առաջ ծերացար, հենա, արդեն իմ պահակը ընդեղ է, հաճախել ասում են, ինչա ուրախ չես, որ թիկնապահեր ունես, մտածում են տարիքով մի երկու բան ասենք, ներվայնանա մեռնի պրծնենք, բայց այդ չեն տեսնի, ծործորակները կտեսնեն, այդ չեն տեսնի։ Ես նախագահականի մոտից չեմ բացակայում եմ միայն այն ժամանակ, երբ դիմումներ եմ տանում, կամ գնում եմ պատասխանները ստանալու, քանի որ հասցե չունեմ, կամ իրենք են կանչում, եւ մի քիչ էլ ժամանակը երկարատևում առողջականի հետ կապված, որտեղ շատ դժվար եմ քայլում, չեմ կարողանում, այդ քանի որ պարկած չեմ քնում, նստած եմ քնում, ոտքերս շատ ուժեղ այտուցվել են։ Այնպիսի տպավորություն է, որ իբր թե ես այնտեղ քիչ եմ լինում։ Ես նախագահի տիկնոջը, որ նամակ եմ գրել, վերջի նամակում, գրել եմ փողոցում քնում եմ, փողոցում սնվում եմ։ Օգոստոսի վերջին միջին տարիքի տղամարդ մոտեցավ, կարդաց պաստառները, ինձ ասեց, որ սուտ ես ասում, սուտ ես գրել, այս պաստառը վերցրու, որ դու Գարեգին Նժդեի եղբոր աղջիկն ես։ Ասեց, արի գնանք Նժդեհագետի մոտ, ասի, խնդրեմ։ Գնացինք ակադեմիա, տարիքով մարդ է, երբ որ ես ասեցի ով եմ, ինքը հաստատեց, որ իսկապես ես ճիշտ եմ ասում։ Ու գնաց ինքը, մի քանի օր հետո, ինքը ինձ տեսավ ու ասեց, «Յա, հացադուլի ես նստել, արդեն երկրորդ օրն էր հացադուլի»։ Դե ասեց, լավ է, կմեռնես կտանեն կգցեն փոսը։ Շատ վիրավորական է Սուսաննայի պահվածքը, որ իմ ձեռքերի վրա մեծացել եւ
իմ միջնորդությամբ իրավաբան է դառել, այսօր ինձ թողել է այս վիճակում։ Սա իմ պայքարն է անօրինությունների դեմ։ Ես երեխաներ էլ ունեմ, կարող եմ ինչ-որ տեղերել ապրել, բայց ես ուզում եմ, որ օրենքով գողացած իմ իրերը ինձ վերադարձնեն։ 3 տարի սրա նրա բարեկամների, ծանոթների, հարազատների տներում եմ ապրել, որից հետո երբ որ արդեն համոզվեցի, որ հնարավոր չի օրինականության հասնել, որոշեցի նստացույց անել։ Եվ շուրջ 214 օրեր նստացույց եմ արել, որի 21 օրը հացադուլ։